Վարչապետ Նիկոլ Փաշինյանին գլխավորությամբ տեղի ունեցավ խորհրդակցությունը, ուր քննարկված են առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման ռազմավարությամբ 2027 թվականին իրականացվելիք քայլերը։ Ռազմավարության 2027 թվականի առանձնահատկությունները ներկայացված են մինչև 200,000 դրամ ամսական աշխատավարձ ստացողներուն համագարկին մեջ ներառելու կարելիությունները։ Անդրադարձ կատարված է ապահովագրավճարի վճարման գործընթացի մեջ գործադուներու ներգրավման, պետական բյուջեեն վարձու աշխատողներու ապահովագրավճարի քաղաքականության շարունակության ապահովությամբ։ Հանդիպումին մասնակիցները միտքեր փոխանակած են աշխատավարձի չափով կապված վարձու աշխատողներուն կողմեն վճարվող ապահովագրավճարի թրույքաչափի հաստատման շուրջ։ Պաշտպանության նախարար Սուրեն Բաբիկյանը խորհրդակցություն ունեցած է զինված ուժերու մեջ հոգեբանական ծառայություններու աշխատանքներու կազմակերպման վերաբերյալ կհայտնեն Հայաստանի պաշտպանության նախարարութենեն։ Հայոց ցեղասպանության զոհերու հուշահամալիրի մեջ բարեկարգման աշխատանքներուն հետևելու նպատակով Հայաստանի գրթության, գիտության, մշակույթի եւ մարմնագրթության նախարար Ժաննա Անդրեասյան հերթական այցելությունը կատարեց հուշահամալիր։ Բարեկարգման այս շրջանին իրականացվին հավերժության տաճարի եւս 3 մույթերու հիմնանորոգություն, ինչպես նաեւ թանգարանային հատվածի նորոգության աշխատանքներ։ Այցի ընթացքին գաբալարու գազམ་ագերբության ներկայացուցիչները նախարարին ներկայացուցած են աշխատանքներու ընթացքը, ծավալը եւ հարաճիգա անելիքները։ Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևոր նկատած է աշխատանքներու բացշաճ որակով սահմանված պահանջներուն համապատասխան եւ նախատեսված ժամկետներու մեջ իրականացումը։ Ամերիկայի մեջ Հայաստանի տեսփան Նարեկ Մկրտչյան տեսփանադան մեջ ընդունեց համաշխարհային բնապահպանական հիմնադրամի նորընտիր գործադիր դնորեն եւ նախագահ Դիեգո Մեսա Բույոն կդերակացնեն Ամերիկայի մեջ Հայաստանի տեսփանադունեն։ Տեսփանը շնորհավորած եւ բարձր գնահատած է Հայաստանի Հանրապետության եւ համաշխարհային բնապահպանական հիմնադրամի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Հանդիպման ընթացքին Դիեգո Մեսա Բույոն իր պատրաստակամությունը հայտնած է հիմնադրամի եւ Հայաստանի միջև համագործակցությունը խորացնելու եւ ընդլայնելու շրջակա միջավայրի պահպանության գայուն զարգացման օրագարկի շրջանակներում մեջ։ Ան նաև դերակացուցած է, որ Հայաստանի մեջ կայանալիք կենսաբազմազանության մասին պայմանագրի կողմերու 17-րդ համաժողովին մասնակցելու նպատակով պիտի գլխավորե համաշխարհային բնապահպանական հիմնադրամի պատվիրակությունը, ըսված է հաղորդակցության մեջ։ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներու վրա հաղորդե դաս գործակալությունը, այս մասին հայտարարած է Թուրքիո նախագահ Ռեջեփ Տայիփ Էրդողան Անկարայի մեջ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ բանակցություններն հետո, որպես Թուրքիա մենք կշարունակենք պաշտպանել Պաղեստինի գործը առավելագույն վճռականության բոլոր հնարավոր հարթակներու վրա։ Ես կփափակեի վերահաստատել, որ Պաղեստինին աջակցելը ամբողջ մարդկության, մասնավորապես իսլամական աշխարհի համատեղ պատասխանատվությունն է, ըսած է Էրդողան։ Ճապոնը վճռական փողոք կհայտնի Ռուսաստանին նախագահ Վլադիմիր Պուտինի Կուրիլյան գղզի կատարած այցելության առիթով, ըսված է Ճապոնի արտաքին գործնախարարության հայտարարության մեջ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտին այցելեց Կուրիլյան գղզիներու մեջ գտնվող Իտուրուկ գղզի, որը Ճապոնը կհամարի իր տարածքը։ Ռուսական լրատվամիջոցները այցելության մասին հայտնեցին 13 օգոստոսին Կուրիլյան գղզիներու հարակից շրջանի մեջ խոշոր ռազմաձովային զորավարժություններն եւ Հյուսիսային Կորեայի կողմեն բալիստիկ հրթիռի արձակում են մեկ օր անց։ Մոսկվան եւ Տոկիոն երբեք չեն ստորագրած երկրորդ համաշխարհային պատերազմը պաշտոնապես ավարտող խաղաղության պայմանագիր։ Հատոր հիմնական խոչընդոտը գղզիներու նկատմամբ տարածքային չլուծված վեճն է։ Այդ գղզիները Ճապոնի մեջ կանվանեն հյուսիսային տարածքներ։ Ռուսական դաս գործակալությունը հաղորդած է, որ սա Պուտինի առաջին այցելությունն է Կուրիլյան գղզիներ։ Սիսիլիա օտագայաններու աշխատանքը քանի մոր շարունակ լուրջ խափանումներու մեջ է Եվրոպայի ամենեն աշխույժ հրապուխի վերջին ժայթքումին պատճառով։ Հարյուրավոր թռիչքներ չեղարկված կամ հետաձգված են։ Ջամփորդները, որոնք կփորձեն հասնել այլ ընդրանքային օտագայաններ, հայտնած են կերպերնված շոկեգարկերու եւ տաքսիներու քիներու գդրուկ բարձրացումի մասին։ Օտային երթևեկության խափանումներ դեր ունեցած են նաեւ հարևան Մալտայի մեջ։ Եվրոպայի մեջ միլիոնավոր մարդիկ հետևեցան հազվագյուտ արևի ամբողջական խավարումին։ Իսպանիո գարկմշրջաններու մեջ լուսին ամբողջությամբ ծածկած է արևը, քանի մվարգյանով խավար դարձնելով շրջապատը։ Իսպանիո մեջ, ուր ամբողջական խավարումը դիտելու պայմանները ավելի նպաստավոր եղած են, ըստ վերը անցած է երկրին վրայով, հյուսիսային Ատլանտյան ափեն մինչև միջերկրական ծով։ Մասնագի արևային խավարումը տեսանելի եղած է Եվրոպայի մեծ մասին, ինչպես նաև Կանադայի մեջ, Ամերիկայի հյուսիսային շրջաններու մեջ եւ հյուսիսարևմտյան Աֆրիկայի մեջ։ Օգոստոս 12-ի աստղագիտական իրադարձությունը առանձնահատուկ նշանակություն ունեցավ Իսպանիո համար։ Երկրի մայր ցամաքային հատվածին ամբողջական արևային խավարում չէր դիտված ավելի քան 1 դար։
Ձեզի հետ էր Անի Զեյթունցյանը։